Գարուն է, ասում են, բայց դեռ գարուն չէ, փոքր-ինչ ցուրտ է, բայց միևնույնը մեզ միշտ տանջում է մի միտք առջևում ամառ է գալիս, ծով ենք գնալու, լողազգեստ ենք հագնելու, ինչ տեսք ենք ունենալու, վայ, մի քիչ ստեղ փորիկը սնցա, վայ, մի քիչ սենցա, վայ, մի քիչ նենցա։ Կան բաներ, որ չի փոխվում, եւ կան բաներ, որ չեն փոխվում։ Եվ այսպես, գարնան գալուստով պայմանավորված ոմանց մոտ ցանկություն առաջանում մի փոքր նիհարել, ոչ միայն ամառը, նաև գարնանը։ Եվ այսպես, ինչպես ճիշտ եւ առողջ նիհարել, մարզումներ, ճիշտ ծննդակարգ, թե հաբեր, թե բգի վրա կարողանաս, եւ այս հարցերի պատասխանը մեզ կտա մասնագետը, ոչ թե պարզապես մեր հարևան, մի կին, այլ մասնագետ։ Եվ մեր հյուրն է սննդի եւ առողջ ապրելակերպի խորհրդատու Գոհարը Խաչատրյան։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալություն, որ հրավիրել եք։ Շատ ակտուալ թեմա է, ասեմ, շատերն են հատկապես սեզոնների ժամանակ կան չէ, տեսակ ասում եմ ծով եմ գնալու, պետք է շատ արագ նիհարեմ, մի ամսում նիհարեմ 10 կիլո եւ այլ։ Հավատացեք, դա ժամանակավոր է։ Եթե մարդը նպատակ ա դրել շատ արագ էլ հետա գալու։ Դա մեր օրգանիզմին վնաս ա տալու իհարկե, մանավանդ եթե դրսի միջամտություններ է, այսինքն դեղեր, ես իրոք կարող եմ, այսպես ասեմ, զգուշացնել, որ դեղերը վնաս ա կարեն առողջությանը, իմ նախկին մասնագիտությամբ աշխատել եմ կլինիկական հետազոտությունների վրա, դեղերի փորձարկում ու կարող եմ վստահացնել, որ հեռու մնացեք դեղերից եւ ցանկալի է, որպեսզի նիհարեք առողջ, ճիշտ ծնվելով, մարզումներով, այդ բոլորը հարկավոր է եւ ֆիզիկական ակտիվությունը եւ իհարկե ճիշտ կազմած ծննդակարգը։ Մեր օրգանիզմը շատ խելացի է։ Ինքը կվերցնի, երբ որ դուք առողջ ծնվեք, ձեր օրգանիզմները, բոլորի օրգանիզմները շատ խելացի են։ Ճիշտ ծնվելու դեպքում դուք կարող եք կարգավորել ձեր կշիռը, ունենալ գեղեցիկ արտաքին, գեղեցիկ մաշկ, ցանկացած տարիքում դանդաղեցնել ծերացման process-ները։ Տիկին Խաչատրյան, օրինակ հիմա շատերի մոտ կա մի թյուր կարծիք, որ պետք է քիչ ուտել, որ նիհարել, բայց կարծում եմ դա սխալ է, որովհետև քիչ ուտելով չեն նիհարում, բալանսավորված եւ ճիշտ ծննդակարգով։ Կան մարդիկ օրվա ընթացքում ասում մեկ անգամ եմ ուտում, բայց դա օրգանիզմի համար մեծ ստրես է կարծում եմ։ Այո։ Մեզ հարկավոր է սնունդ, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, բոլորը բավարար քանակի։ Իհարկե, ցանկացած նույնիսկ օգտակար սնունդ, եթե դուք չափից շատ օգտագործեք, դա նաև վնասակար կարող է լինել։ Դրա համար ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Հաշվարկվում է ինչքան սպիտակուցներ պետք է օգտագործել, ըստ տարիքի, ըստ ֆիզիկական ակտիվության, ըստ սեռի։ Տղամարդկանց ավելի շատ սպիտակուց է անհրաժեշտ, որպեսզի իրենց մկանային զանգվածը միշտ պահպանեն ցանկացած տարիքում, կանանց նույնպես դա սովորական պետք է օրվա ընթացքում սնունդի հետ ունենալ ճիշտ բալանսավորված սնունդ եւ ճարպեր, օգտակար ճարպեր եւ ածխաջրեր եւ իհարկե օրական մեկ անգամ սնվելով կամ քիչ ուտելով տեսեք, օրգանիզմը սկսում է անցնել էկոնոմ ռեժիմի։ Այսինքն մեր սնունդը մեր բենզինն է, չէ՞, ոնց որ մեքենայի բենզին եք լցնում եւ պատկերացրեք, օրինակ շատ կոպիտ օրինակ է հնչում, բայց եթե մեքենան պետք է 95 բենզին լինի, բայց դուք դիզել լցնեք, ինչ կլինի մեքենայի հետ։ Բենզին, փչանա։ Իհարկե, շարժիչը կփչանա։ Իհարկե, մարդիկ այդպես չեն, մեր օրգանիզմը ավելի խելացի է եւ կարողանում է պահպանել մեր վիճակը, ինքնավիճակը, մենք միանգամից չենք մահանա, եթե սխալ սնվենք, բայց դա կարող է բերել տարիների ընթացքում։ Սխալ սնվելը արդեն որոշակի տարիքից երևի ձեր շրջապատում էլ կլինեն մարդիկ, ովքեր ունեն տարբեր առողջական խնդիրներ։ Եվ մեր մոտ սկսում է տպավորություն ստեղծվել, որ վայ 40-ից հետո եթե հիվանդություն չունես, եթե դա բոլորը զարմանում են, պետքա լինի պարտադիր հիվանդություն, չգիտես ինչու, բայց ես կարող եմ ասել ավելի ճիշտ է կանխարգելելը, քան բուժելը։ Եվ պետություն այնքան գումարներ է հիմա ծախսում, որպեսզի մարդիկ գնան, բուժվեն, չէ, բավական գումարներ է հատկապես հիմա առողջապահության ապահովագրության հետ կապված, բայց ասեմ ձեզ, եթե արդեն մարդը հիվանդություն ունի, բուժումը բավական երկարաժամկետ է եւ սովորաբար քիչ էֆեկտիվ։
ավելի լավ է, երբ որ մարդը մանկության տարիներից ճիշտ ծնվի, ընտանիքում ճիշտ ծնվելու սովորություններ ձևավորի եւ մեծ տարիքում չի ունենա այդ խնդիրները։ Ես կարծում եմ առհասարակ մեր հասարակության մեջ այդ սննդային վարքի խախտումը կա ամեն դեպքում եւ փոքրուց մեր ընտանիքներում միշտ ասում են, չէ, ամեն ինչ հացով կեր։ Չէ, մակարոնը հացով, պարտադիր։ Հացի մոմենտը մի հատ ասեմ, սպիտակ հացից հիմա պետք է աշխատել հրաժարվենք, որովհետեւ ինչպես գիտեք, հիմա այդ սպիտակ ալյուրը հատուկ նյութերով հարստացված, մեջից հանած է բջջանյութը, կլիչատկան, որը մեր աղիների համար շատ կարևոր է։ Ու դրա համար շատերի մոտ խնդիրներ են առաջանում, թե աղստամոքսային տրակտի հետ կապված, թե տարբեր մարսողական խնդիրներ եւ որոշակի տարիքից իրոք խնդիրները ոչ միայն կշիռի ավելացում, որտեվ կան մարդիկ, ովքեր ունեն պակաս կշիռ, դա նույնպես խնդիր է։ Այսինքն մենք չենք մտածում, որ պարտադիր բոլորը պետք է նիհարեն, բայց գան իրենց պետք է քաշ ավելացնեն, այո, ամենակարևորը, որպեսզի ոչ կյանքի ընթացքում պահպանենք մեր օրգանիզմին համապատասխան, մեր տարիքին համապատասխան կշիռ պահպանենք։ Նայեք, մենք ապրում ենք 21-րդ դարում ու ես նաև առաջարկում եմ մի պահ մտքերով էլ մի քիչ շատ հնարավորինս շատ հետ գնանք, որքան որ կարող ենք հիշել, հա։ Հիմա ապրում ենք 21-րդ դարում, որ ակտուալ են հաբերը, ակտուալ է մարզասրահ գնալը, ակտուալ է ֆաստ ֆուդից օգտվելը, ակտուալ է որքան ինչքան վնասակար բաներ կա, մենք ուտում ենք, այդ ամեն ինչից օգտվում ենք ու որքան որ այսօր են խոսում նիհարելու մասին։ Ես վստահ եմ 15, 20, 30 տարի առաջ այդքան չէին խոսում, ընդհանրապես չգիտեին նույնիսկ նիհարելը որն է, որովհետև կար ժամանակներ իհարկե ուտելու բան չկար, որ մի հատ մտածեինք նիհարելու մասին, դե արդեն դա այլ հարց է։ Ասում են չաղացի, բա եթե մարդու ստատուսը երևում էր, ասում են ինքը հարուստ է, ինքը լավ կերած խմած, չէ, բավական։ Դե նայում ես համաշխարհային դեպքերին Բրեդ հարուստ է, բայց սիմպաթիչնի։ Ջոլին հարուստ է, բայց մենք էլ ենք գալիս դրան, իհարկե տարիների ընթացքում մեր մանկության տարիներին, օրինակ իմ դպրոցում 1-2 երեխա կար, որ մի քիչ գերեր ու մենք նույնիսկ դե բուլի այդ որ հիմա ասում են, չէ՞։ Մենք ենթարկում։ Այո, ասում ենք չաղ, պոնչիկ, չգիտեմ, տարբեր բաներ, դա էլ կա, բայց հիմա հավատացեք, եթե գնաք դպրոցների մոտ կանգնեք, տեսնեք ինչքան շատացել է ցավոք սրտի։ Բավական շատ է մանկական ճարպակալումը եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում բավական մեծ տոկոս է դարձել ճարպակալումը, դա էպիդեմիա է ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ մենք էլ հետ չենք ընկնում, այդ բոլոր վատ տենդենցիաները այստեղ էլ է գալիս ցավոք սրտի։ Կան շատ տարբեր դիետաներ, հա, այսպես ասած, կետո եւ այլն, խոսենք այդ դիետաներից։ Դիետաներ Արդյոք կողմ եք այդ ամեն ինչին, թե ոչ։ Տեսեք, դիետաներդ մեկտեղ նաև ներողություն խնդրում ավելման համար, հա, դիետաներդ մեկտեղ նաև մարզասրահն է, չէ՞ պետք։ Անպայման, բայց տեսեք, մարդիկ կան տարիքի եւ առողջական խնդիրների բերումով մարզասրահ ընդհանրապես խորհուրդ չեմ տալիս։ Ասենք, եթե բավական բարձր կշիռ ունի եւ գնում է, հիմա շատ տարածված են տարբեր ֆիթնես ակումբներ եւ այլ ու տեսնում ես այնտեղ տարբեր քաշային կարգի մարդկանց միաժամանակ մարզում են եւ դա կարող է շատ լուրջ վնաս հասցնել թե ողնաշարին, թե ծնկներին։ Դա իհարկե նորմալ չի։ Դա նորմալ չի։ Եվ ցանկալի է որ կներեք, որպեսի մարդը երբ որ նիհարելու process-ում իր քիչ ավելացնի ֆիզիկական ակտիվություն, իհարկե ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է, բայց մեր առողջությունը, ինքնազգացողությունը ամեն ինչ կախված է սնունդից եւ հիմնական շեշտը պետքա դնել ճիշտ սննդակարգի վրա եւ ունենալ թեկուզ թեթև մարզումներ, ֆիզիկական ակտիվություն ըստ տվյալ անձի առողջական վիճակի, տարիքի, դա էլ կարևոր է, որտեւ եթե մարդը երբեք չի մարզվել, հանկարծ 50 տարեկանում որոշում է, որ ինքը պետք է գնա ու շատ ուժային մարզումներ, շատ բաներ անել եւ ունի տարբեր խնդիրներ, դա հակացուցված է նույնիսկ։ Իսկ քայլելուց պետք է սկսել։ Քայլելուց, այո, դուք ճիշտ եք, քայլելը հիմա ամբողջ աշխարհում նույնպես քայլելն են խրախուսում, որպեսզի օրվա ընթացքում գոնե 10,000 քայլ, այս հաշվարկն էլ կա, որ մի 400 կալորիա ծախսես։ Օրվա ընթացքում մենք չէ որ սնվում ենք եւ այդ սնունդը մոտավորապես վերածվում է, մենք կարող ենք մեր մտքում հասկանալ ինչքան սնվեցինք եւ եթե մենք չենք ծախսում կալորիաները, բնականաբար կուտակվում է, օրինակ հաշվարկած եմ, մեկ շաբաթում հնարավոր է 7000 կալորիա կուտակել, այսինքն չծախսել։ Օրական ուտենք 2000 կալորիա, ծախսենք 1500 կալորիա, 500 կալորիա ավելցուկ։ Իսկ ուր է գնում այդ ավելցուկը։
Նինանա։ Լավում ենք։ Դե իհարկե, ասում են, ինչպես մենք դպրոցում ֆիզիկայից անցել ենք, էներգիայի պահպանման օրենք գոյություն ունի եւ տվյալ էներգիան ոչ միտեղ չի կորչում։ Գալիս է այսպես փորիկի վրա, տարբեր հատվածներում ու մոտ որտեղ խնդիր է։ Այո։ Նաև մի հատ ասենց խնդիր ունենք իմ կարծիքով հիմա, որ եթե օրինակ Պողոսը նիհարել է ինչ-որ դիետայով, մնացածն է կարծում են, որ հենց այդ նույն դիետով իրենք էլ կարող են նիհարել ու առանց մասնագետներին դիմելու, առանց խորհրդակցելու, այդ նույն դիետայով սկսում են իրենք էլ նիհարել, հետո հասկանում են, որ վնաս տվեցին իրենց առողջությանը, հետո հասկանում են, որ ոչ էլ նիհարել են, ընդհակառակը այն մթերքներով կամ բանջարեղեններով, որոնք որ դիետան անում են, ի վնաս իրենց եղավ, ալերգիա ունեն եւ այլն եւ այլն։ Այսինքն մեր մոտ լուծվել է այդ խնդիրը, ավելի շատ են սկսել դիմել մասնագետներին նիհարելու համար, թե ի վերջո օգտվում են Նարգիս տատիկի մեթոդներով եւ շարունակում են նիհարել։ Տեսեք, տարբեր մեթոդներ կա, ինչպես ասիկ դիետա։ Դիետա բառը հենց իրենից ենթադրում է ժամանակավոր։ Այսինքն ցանկացած դիետա դա ժամանակավոր է։ Երբ որ մարդը թեկուս ինչ որ դիետա է պահպանում, որոշակի կա, չէ, ձյուկանի դիետա, տարբեր դիետաներ կան, գրեչկայի դիետա, չէ, ամբողջ օրը դա են ուտում, չէ որ օրգանիզմը հոգնում է։ Վերջի վերջո մի օր մարդը պարզապես հոգնում է, ասում է վերջ, էլ չեմ ուզում, սառնարանը բացում է եւ սկսում է սրիվ է կոչվում։ Եվ դիետա բառը պետք է հանել մեր ուղեղից պարզապես։ Կյանքը պետք է վայելել, սնունդը պետք է վայելել, օգտակար սնունդ ուտել ճիշտ չափաբաժիններով եւ ամեն ինչից էլ կարելի է օգտվել։ Քաղցրից էլ կարելի է իհարկե օգտակար քաղցր։ Շատերը մտածում են, հիմա ինտերնետում շատ մեծ ինֆորմացիա կա։ Ձեր ասած, այդ տարբեր դիետաները, դեղերը, ամեն ինչը։ Մարդիկ տարբեր բաներ են փորձում, հոգնում են, հետո ասում են գնամ ստամոքսի օպերացիա անեմ, կտրեմ։ Բայց հավատացեք, դա էլ ոչ բոլոր դեպքերում է ցուցված։ Եթե ճիշտ իհարկե բժշկի հետ պետք է համագործակցել, գնալ խորհրդակցել, բայց եթե մարդը նույնիսկ եղել են դեպքեր, ստամոքսի օպերացիայից մի տարի հետո մարդը նիհարեց, եթե իր ուղեղում ինքը չհասկացավ ճիշտ ինչպես սնվի, ինչպես պահի, այդ բոլոր բալանսը հաստատ հետ է գալիս ու այդ տեսակ դեպքերի առնչվել եմ։ Դա իրոք վտանգավոր է ավելի եւ պետքա մարդը առաջին հերթին կենսակերպը փոխի, իր մտածողությունը, սննդային վարքը, առաջին հերթին։ Հետո նոր մտածի, ինչպես գնա, արդեն իհարկե ցանկալի է, որպեսզի մասնագետի հսկողություն լինի, որովհետև շատերը չեն հասցնում։ Հիմա մեր կյանքի ռիթմը բոլորի մոտ շատ արագ է, ոչինչ չենք հասցնում, պատրաստել չենք հասցնում եւ բնականաբար պետք է հասկանալ ճիշտ լուծում գտնել, ինչպես օրվա ընթացքում սնվել, որպեսզի կշիռը չավելանա, որպեսզի էներգիա ունենան, պարզապես պարզ էներգիա, որովհետև շատերը նույնիսկ նիհար նույնիսկ առողջ գեղեցիկ արտաքինով շատերի մոտ էներգիան չի հերիքում, ցավոք սրտի։ Եվ դա կախված է թե քնի ռեժիմից, թե սնունդից, թե ջրային ռեժիմից, այդ բոլորը շատ կարևոր է մեր առողջության համար։ Եվ բնականաբար, նույնիսկ շատերը կան ասում են ջուր խմեցի եւ չաղացա։ Ծիծաղում եմ ասում, ջուրը կալորիա չունի, սիրելիս։ Ջուրը կալորիա չունի, ինչպես դու ջրից չաղացար։ Դա գալիս է նրանից, որ ասենք տվյալ մարդը սխալ է սնվում, եթե օրինակի համար աղ շատ է օգտագործում, ջուրը բնականաբար պահում է օրգանիզմում, բայց դա ջուրը մեղավոր չէր, որ քո օրգանիզմը այսպեսի վիճակում է եւ կարելի է մաքրել օրգանիզմը, կարելի է ճիշտ ձևով սնվել եւ քիչ Բայց երեկոյան ժամերին ջուր այդքան էլ չի կարելի, օրինակ 8-ից 9-ից հետո, որովհետև այտուցվածություն առաջացնում հաջորդ օրը։ Այո, այտուցներ եւ այլ, բայց օրվա ընթացքում պետք է լինի նորմայի չափով։ Ասենք միջին նորմաներ կան, ասենք 1.5-ից 2 լիտր, դա իհարկե կախված է մարդու առողջական վիճակից, առաջին հերթին, որովհետև չենք կարող 100 կիլանոց մարդուն ասենք գնա 4 լիտր հիմա խմի, որովհետև ինքը սովոր չի եւ երբեք ջուր չի խմել եւ քիչ-քիչ պետքա լինի, ամեն ինչ պետքա լինի աստիճանաբար, նույնպես նիհարելը։ Եթե ձեզ խոստանան մի ամսում 10 կիլոգրամ, դա իրոք վտանգավոր է առողջությանը, որովհետեւ նույնիսկ մաշկը չի հասցնում։ Եվ կախվում է, չէ, ասում են, ահա նիհարեմ կկախվի մաշկը։ Եթե ճիշտ կազմած ծրագրի մեջ է մարդը, սպիտակուցները իրանք չեն թողնում, եթե աստիճանաբար նիհարում ես, մաշկը չի կախվում։
Դա իմ 11 տարվա փորձից ասեմ։ Իդեպ խոսեցինք մաշկից, ուզում եմ մեր հերոստատոյին տեղեկացնել, որ մեր հաջորդ հյուրը լինելու է մաշկաբան, ում հետ խոսենք արդեն ավելի մանրամասն մաշկից, բայց մենք եւ վերջին հարցը խնդրում եմ, որ կարծում եմ բոլորի տանը կա դա այդ խնդիրը, երբ որ մամաները երեխաներին հաց ուտելու ընթացքում ասում են ուտելու ընթացքում ջուր մի խմի։ Կարելի է, թե չի կարելի։ Ճիշտ են ասում, ուտելու ընթացքում ցանկալի չի ջուր խմել, ընդհանրապես ուտելուց առաջ 20-30 րոպե առաջ պետք է ջուր խմել, որպեսզի դե ժամը օրվա ընթացքում պետք է որոշակի քանակով խմել եւ ուտելուց 20-30 մինիմում 30 րոպե ցանկալի է սպասել։ Իսկ ավելի սարսափելին նա է, որ գազավորված ըմպելիքներ են տալիս երեխաներին, դա է սարսափելի։ Իր մեջ եւ շաքար է պարունակում, եւ շատ վնասակար է եւ հատկապես որ ասեցիք fast food այդ fast food-ն էլ իրոք շատ վնասակար է մեր բոլորի օրգանիզմներին, իսկ եթե մանկուց են այդ տեսակ սնվում, արդեն իրենք կունենան ճարպակալում եւ առողջական սննդային վարքի արդեն այդ տարիքից սկսած ձևավորվում վարքի եւ հետո իրենք էլ ոչինչ չեն կարողանում ուտել այդ երեխաները, արդեն սովոր են կոլա եւ այլ Դե ցավոք սրտի ապրում ենք այն իրականության մեջ, որ 100%-ով չենք կարող հեռու մնալ այդ ամեն ինչից, բայց աշխատենք հնարավորինս, այո, գոնե մանկության տարիներին, գոնե երեխաներին այդքան մեծ քանակի շաքարից զերծ պահեն ծնողները։ Ինչ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ եւ Փառք ապրում ենք այնպիսի մի երկրում, որտեղ համեղ է ամեն բանջարեղենն ու միրգը, գնալով հիմա ամառն է մոտենում, արդեն շատ ու շատ այլ մրգեր եւ այլն կհայտնվեն։ Շնորհակալ ենք շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ձեզ լավ օրվա շարունակություն, իսկ մեր հյուրն էր սննդի եւ առողջ ապրելակերպի խորհրդատու Գոհար Խաչատրյանը։ Մշտապես ցանկացած հարցի դեպքում ոչ միայն սննդի, առողջությանը, մաշկին վերաբերող հարցերի դեպքում միշտ դիմեք մասնագետներին։ Պետք չէ լսել հարևան տատիկների խորհուրդներին, որ անում էին ժամանակին սովետին, այսինքն արեցինք, մեր մաշկը դարավ հրաշք, կամ մեր առողջությունը ամեն ինչ իդեալական է դարձել հենց այս բույսի միմիայն օգնությամբ։ Դիմեք մասնագետներին։ Մնացեք մեզ հետ, արդյոք խոսենք արդեն մաշկի մասին ավելի մանրամասն, իսկ ով ելնելու մեր հյուրը կիմանաք վարքյան նրանց։